Action. Այսօր էլի այն օրերից է, ինչ նշանակում է, որ մենք նորից եթերում ենք։ Մեր վերջին էպիզոդից շատ չանցած մենք ստացանք բավականին շատ կոմենտներ, ինչն է պատճառը հանդիսացա, որ մենք նկարենք էպիզոդ աղջերի մասին։ Բայց թե աղջերի, հո դուք բնապահպան չեք։ Չէ, ոչ ես գժվել, ինչ բնապահպան, մենք լուրջ մարդիկ ենք։ Չէ, իրականում Ֆստխյանը դուզկից զանգեց, ասաց, որ էպիզոդ նկարենք իր ֆանատների մասին։ Դե ես էլ ոնց գցեցի բռնեցի իր ֆանատները կամ խոզերն են կամ էլ աղջերը։ Ինչի խոզերը կամ աղջերը, որովհետև բոլորին է պաղզից պաղզը։ Իրանք են Ֆստխ սիրում։ Չէ։ Ես իհարկե չեմ ուզում ոչ մեկին վիրավորած լինեմ, բայց Ֆստխյանը ասաց ինձ տենց է դուրս գալու։ Այս էլ ինքն է։ Հա, պարոն Ֆստխյան։ Բանը, այն ավուջան նկարեցի։ Հա, հենց հիմա էլ այդ գործին ենք։ Պրոստը բանը այն է, որ ավուդիո չի, աուդիո է, աուդիո էլ չի, վիդեո է։ Հա։ Եթերում ենք։ Հա, կարակ խոսակ։ Բանը, ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, որ աջակցեցիք ինձ։ Բան, ես շուտով կգամ ձեզ մոտ։ Լավ, բարի պարոն Ֆստխյան, իսկ մեկ հարց, երբ եք դուք դուրս գալու կուտուսկից, ինչ են խոսում, երբ են ձեզ ազատելու։ Բանը, այս բաց թողեն մի անգամից կգնամ վաֆլի տատիկիս մոտ գյուղ, պեչեն ու կամպոտ ուտելու, բան, հետո մի անգամից կգամ, հա։ Լավ, շնորհակալություն, անպայման կզբաղվենք, լավ, ինչպես տեսակ կապն ընդհատվեց, Ֆստխյաններ։ Բասորեն չստացվեց, հա Ֆստխյանին ազատել։ Լավ չի։ Իսկ ունատ լայք եղած նասա ինչ է, որ չկարծանք հավաքենք։ Ամսի մեկն է 41 հատ լայք էինք հավաքել լայքում։ Պլակ էլի նաշի դյանյուշկի։ Ֆստխյաններ էլի ասա դրա համար էին շատ մարդիկ նայում բանման։ Ասա գոնե կարանանք մի ձև ազոտենք։ Կամ գոնե նոր տեխնազոտ ենք։ Ուշա չեմ նոր տեխնազոտ եմ դրա համար։ Դե լավ, ինչ որ է, ես շարունակենք մեր հաղորդումը առանց Ֆստխյանի։ Դե ինչ, մենք չենք տխրում, քանի որ խանութը տակն է լիբույն մոմենտ է կարանք իշնենք Ֆստխյանին։ Մի քիչ շատ խոսացինք Ֆստխյանից։ Հա էլի, Ֆստխյանը երևի ընդ կուտուսկում տատու պեչին ու կամպոտով կայֆավա տալու, մենք դրանից իրանից ենք խոսում, փոխանակ էպիզոդը վարենք։ Ճիշտ է ասում էլի, անցանք առաջ։ Այսօրվա էպիզոդը կարող է մի քիչ պրիմիտիվ թվա, բայց պատկերացրեք, որ մինչև հիմա կան մարդիկ, որ չգիտեն, թե ոնց կարելի է Sony Vegas-ում կամ After Effects-ում ստանալ նեգատիվ էֆեկտ, այսինքն սև սպիտակ։ Պատկերացրեք, որ ես էլ զարմացա, բայց դե որ մարդիկ կան ու չգիտեն այդ ոնց են անում, պիտի բացատրենք, չէ՞։ Իսկ առաջինը բացատրենք After Effects-ում։ After Effects-ում է տարվում ահավոր հեշտ, ուղղակի էֆեկտների բաժնում փնտրում ենք tint էֆեկտը եւ ինքը ավտոմատ կսարքի սև ու սպիտակ գույների։ Այնտեղ բացի դրանից հնարավորություն կա տոկոսային հարաբերությունը փոխել, այսինքն որոշակի գույներ ավելացնել կամ սև ու սպիտակը փոխարինել այլ գույներով, կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, ինչ ուզեք։ Իսկ Sony Vegas-ում вообще հեշտ է, ուղղակի մտնում եք video effects բաժին, այնտեղ միանգամից երկրորդն է, երրորդն է, black and white հատվածը, որտեղ միանգամից տարբեր տոկոսային հարաբերություններով կան սև ու սպիտակ էֆեկտներ, 25%, 75%, 100%։ Ay ağrıda. Dur Cemal, bu da çuysta. Aç kere fakir kosta. Asa. Ինչ կարճ չեղավ, հաբա ինչ էր, որ դնենք ես սպասենք ձեր ուզած էֆեկտներին, կարգին բան չենք իմանա։ Դե կելեք մի բան եմ կողմից անենք։ Ես առաջարկում եմ այսինքն մի հատ էֆեկտ անենք։ Ասեք որ լավ էր, դե անցանք առաջ։ Իսկ որպեսզի ստանանք այս էֆեկտը, հարկավոր է որ վիդեոն նկարված լինի մի պարզ արևոտ լուսավոր օրվա մեջ, որպեսզի երկինքը լինի որքան հնարավոր է ավելի կապույտ եւ առանց ամպերի, որպեսզի հետագայում խոչընդոտներ չառաջանան երկինքը փոխելուց։ Այս մի էֆեկտը մի քիչ բարդ է, այդ պատճառով պետք է անել After Effects-ում։ Իհարկե, եթե դուք շատ ունենաք ավելի շատ լավ նկարված վիդեո, որը միայն կապույտ լինի հետևում, հնարավոր կլինի անել նաև Sony Vegas-ում, սակայն ես խորհուրդ եմ տալիս այս ամենը անել միայն Adobe After Effects-ում։
Դե ինչ մենք գտնվում ենք Adobe After Effects-ում եւ առաջինը ինչ պետք է անենք, դա ստեղծել նոր կոմպոզիցիա, որից հետո պետք է մտնենք edit duplicate, այսինքն կնապատկենք մեր վիդեո ֆայլը, որից հետո էֆեկտների բաժնում փնտրում ենք hue and saturation էֆեկտը եւ master saturation-ը իջեցնում ենք -100, որից հետո ավելացնում ենք levels էֆեկտը եւ փոխում ենք անել այնպես, որպեսզի մեր կերպարը լինի սև, իսկ մնացած ամենը երկինքը լինի սպիտակ։ Այդ ամենը անելուց հետո սեղմում ենք մեր վիդեո ֆայլի վրա եւ աջ կլիկի միջոցով ընտրում ենք pre-compose բաժինը, որից հետո սեղմում ենք move all attributes to new composition եւ վերադառնում ենք մեր ցանկը, ապա ավելացնում ենք մեր երկնքի ֆայլը կամ նկարը։ Ապա մեր երկնքի ֆայլը պետք է non կարգավիճակից փոխենք Luma matte կարգավիճակը, որից հետո պետք է մեծացնենք մեր երկնքի ֆայլը, որպեսզի այն համապատասխան լինի մեր վիդեո ֆայլին։ Ցանկության դեպքում կարող ենք սեղմել layer new adjustment layer եւ hue and saturation եւ curves գործիքների միջոցով կատարել որոշ գունային փոփոխություններ։ Օգնանք այ ախպեր։ Դե ինչ հուսով եմ հավանեցիք այսօրվա շոուն, հավանեցիք այսօրվա էֆեկտը։ Խնդրում եմ եղեք ավելի ակտիվ, գրեք թե ինչպիսի էֆեկտներ կցանկանաք տեսնել մեր հաջորդ էպիզոդներում։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Գրեք կոմենտներ, բաժանորդագրեք մեր վիդեոներին, սեղմեք լայք, իսկ մենք կհանդիպենք մյուս շաբաթ։ Հաջողություն։ Ինչի խոսել եք ամառ չէ, որովհետև բոլորից է բազից։ Նախ եւ առաջ որպես ստանանք տվյալ էֆեկտը հարկավոր է որ նկարած լինի ապահով օրվա ընթացքում։